Նա կերակրեց իր թիմին, ըստ էության նույնպես թաթախեց կոռուպցիայի մեջ, տվեց մեծ փողեր, որ սրանք այդ փողի համը բերները, որ առնում են արդեն, սրանք կրծելու են այս ժողովրդի, այդպես ասած, մարմինը, որպեսզի հանգարց չփոխեն, չտան իշխանությունը։ Հակակոռուպցիոն մարմինները նրա համար են, որպեսզի ճնշեն ընդդիմադիր կուսակցություններին, փաստերը կան արդեն, որպեսզի ճնշեն ընդդիմադիր մամուլը, արդեն փաստերը կան, որպեսզի ճնշեն այն կառույցներին, ովքեր ուրեմն աջակցում են ընդդիմությանը։ Այս մարմինների այսօրվա նպատակը դա է։ Բարձր չէ, փող են վերցրել։ Հոմ վերջնական իդիոտ չէ, որ չեն տանում ուղիղ գիծը ոնց է։ Կամ տուն են սարքել, տունը եկել, հոպ մտել է փողոցի երթևեկելի մաս։ Քաղաքի կենտրոնում պատկերացնում եք ինչքան փող է տվել այդ տանտերը, որպեսզի այդ երթևեկելի մասից մի կտոր վերցնի իրեն։ Ինչ կոռուպցիայի դեմ ինչ պայքար։ Էլ եմ ասում, կոռուպցիան իրենք են։ Սա արդեն բացարձակ, բացահայտ, անթաքույց տոտալիտարիզմ է։ Տոտալիտարիզմ է, երբ արդեն այս մարդիկ փորձում են պարզապես փակել լրատվամիջոցների բերանը։ Ես նորից եմ ասում, որ իրավունք թերթը նույնպես ճնշումների տակ է այսօր։ Մենք տեսանք ժողովուրդ թերթի լրագրողների հանդեպ վերաբերմունքը, մեկ այլ այսինքն սրանք գնում են ուղղակիորեն մամուլի ազատությունը, խոսքի ազատությունը ճնշելու, ոչնչացնելու ճանապարհով։ Անկախության անվան տակ այս լոզունգը պահած, հետև ինչ ասես անում են, հողեր են բաժանում։ 99 տարով։ Քանի հայերի սերունդ պետք է այդտեղով անցնի, որ հետո կարողանա հետ բերել։